Բարի երեկո արգելի ֆուտբոլասերներ, խաղային շաբաթը մեզ մոտ մեկնարկում է եւ այսօր տեսնում ենք քառորդ եզրափակիչ փուլն է մեկնարկում Winter Cup-ի եւ միմյանց հետ հիմա մրցելու են Լեռնային Արցախը եւ Բորուսիան։ Շատ հետաքրքիր զույգ է բաժին ընկել քառորդ եզրափակչում, հետաքրքիր հանդիպում է սպասվելու։ Այսօր տեսնենք ինչպիսի արդյունք ցուցաբերեն թիմերը, հիմա տեսնում ենք Բորուսիան դաշտի կենտրոնից խաղը մեկնարկեց։ Հիմա անցնեմ թիմերի հայտարարություններին։ Լեռնային Արցախի դարպասը պաշտպանում է համար 1 Էրիկ Խաչատրյանը, համար 2 Մարատ Կարապետյան, համար 3 Արթուր Աբրահամյան, համար 5 Ալեն Սարգսյան, համար 7 Ռոնալդ Մելքումյան, համար 8 Արսեն Հարությունյան, համար 9 Կամո Մանգասարյան, թիմի ավակ համար 10 Արսեն Սարգսյան, համար 17 Արսեն Հարությունյան, համար 18 Հայկ Աթայան, համար 21 Կարեն Շահգերձյան, համար 22 Միքայել Առաքելյան, համար 25 Նարեկ Դանելյան, համար 23 Տիգրան Համբարձումյան եւ համար 77 Արամ Կոստանդյան։ Բորուսիայի դարպասը պաշտպանում է համար 77 Արեգ Հովանյանը, համար 1 ներողություն Մանվել Պապիկյանը, համար 1 համար 2 Գառնիկ Սարգսյան, համար 3 Պետրոս Պողոսյան, համար 4 Հարութ Թորոսյան, համար 8 Ռաֆայել Մաթևոսյան, համար 9 Սևակ Մանուչարյան, համար 10 Արմեն Խաչատրյան, նա իր թիմի ավակն է, համար 11 Ռաֆայել Ղազարին եւ համար 77 Արեգ Հովանյան։ Տեսնում ենք դեռ թիմերը զգուշորեն են մոտեցել այս հանդիպմանը եւ երկու թիմերն էլ այս պահի դրությամբ հանգիստ են գործում խաղադաշտում։ Նշեմ, որ 1-8 եզրափակչում Լեռնային Արցախը կարողացավ Մոնակոին հաղթել եւ անցնել քառորդ եզրափակիչ։ Առաջին հանդիպումը 6-3 հաշվով ավարտվեց օգուտ Լեռնային Արցախի, իսկ երկրորդ հանդիպումը 1-1 հաշիվը գրանցվեց ոչ ոքի։ Հիմա Արցախն է գրում փոխանցում Սարգսյան հարված դարպասածողը փրկեց երկրորդ հարվածով էլ Պապիկյանը փրկում է իր թիմին։ Տեսանք արդեն այս խաղի առաջին հարվածը Լեռնային Արցախի կողմից հրաշալի գործեց այստեղ Արսեն Սարգսյանը։ Իսկ Բորուսիան 1-8 եզրափակչում հանդիպեց Ոթֆորդին, առաջին խաղում հաղթեց 5-1 հաշվով, իսկ երկրորդ հանդիպումը ավարտվեց 4-1 օգուտ Ոթֆորդի 1 գնդակ ընդամենը պակասեց Ոթֆորդին այդ խաղում գոլի վերածել եւ հանդիպումը տեղափոխել 11 մետրանոցների։ Մինչև այս երկու թիմերը հիմա անցել են քառորդ եզրափակիչ եւ միմյանց հետ են մրցում։ Երկուսն էլ հիանալի մարզավիճակ, երկու թիմերն էլ հիանալի մարզավիճակում են գտնվում եւ հրաշալի խմբային փուլ անցկացրեցին։
Ստանդարտ են վաստակել այստեղ տեսնում ենք Բորուսիայի ֆուտբոլիստները։ Երկար փոխանցում է կարծես թե լինելու դեպի ուգանային հրապարակ գնդակի մոտ է Արմեն Խաչատրյանը։ Տեսնենք Սուլիչը կապ Խաչատրյան խաղարկեց ի վերջո թիմակցի հետ։ Նորից Խաչատրյան, հիմա երկար փոխանցում տեսանք, բայց Խաչատրյանը վերցնում է գնդակը և սկսում իր թիմի գրոհը։ Աբրահամյան երկար փոխանցում, այստեղ չստացվեց փոխանցումը Աբրահամյանի, նորից շարունակում է Բորուսյան անցնել գրոհի։ Հովանյանն է հիմա կենտրոնում, շարժվում է առաջ։ Լավ, այս փոխանցման ճանապարհը փակեց Մարատ Կարապետյանը, Մելքումյանն է հիմա շարժվում առաջ, Մելքումյան փոխանցումը Մելքումյանի հիմա չստացվեց։ Այստեղ էլ պաշտպանությունում հրաշալի է գործում Հարութ Թորոսյանը։ Եվ նորից խաղի կանոնների խախտում դաշտի կենտրոնում Բորուսիայի ֆուտբոլիստի նկատմամբ։ Արագ խաղարկեցին այստեղ Հովանյան, երկար փոխանցում, բայց Աբրահամյանը հրաշալի գործեց հիմա պաշտպանությունում, այստեղ Կարապետյանն է հեռացնում մի փոքր գնդակը և եզրային նետում է ի վերջո լինելու։ Ի վերջո հետ վերադարձեցին դեպի Պապիկյանը, նորից սկսում է Պապիկյանը հերթական իր թիմի գրոհներից, մեկը հիմա լավ խաղարկումներ տեսանք այստեղ Բորուսիայի ֆուտբոլիստների կատարմամբ։ Սարգսյան խաղարկում է Հովանյանի հետ, Հովանյան, Մելքումյանն էր նրա հետ պայքարում, բայց չկարողացավ խլել գնդակը։ Նորից Հովանյան։ Փոխեցին եզրը այս գրոհի Բորուսիայի ֆուտբոլիստները, բայց չստացվեց հիմա Ղազարյանին ֆիքսել գնդակը այստեղ։ Մանգասարյանն է շարժվել առաջ, հրաշալի փոխանցում Մելքումյան, հարված և գոլ։ Հաշիվը բացված է մեզ մոտ, Ռոնալդ Մելքումյան 1-0։ Ռոնալդ Մելքումյան 1-0 7-րդ րոպեին կարողացավ հաշիվը բացել Լեռնային Արցախը, հրաշալի խաղարկում տեսանք Լեռնային Արցախի ֆուտբոլիստերի կողմից և կարողացավ Մելքումյանը ի վերջո գոլի հեղինակ դառնալ։ Հիմա տեսնենք այս գոլին ինչպես կարձագանք են Բորուսիայի ֆուտբոլիստները։ Նորից անցել են գրոհի Արցախի ֆուտբոլիստները, արված և գոլ։ 2-0 կրկնապատկում է իր առավելությունը Լեռնային Արցախը և գոլի հեղինակ է դառնում Հարութ Մանգասարյանը։
Հարութ Մանգասարյան 2-0 շատ արագ կարողացավ երկրորդ գնդակը հեղինակել Լեռնային Արցախը եւ արդեն 2 գոլի առավելություն է ստանում այս խաղում։ Նորից տեսանք հրաշալի գրողներից մեկը Լեռնային Արցախի կողմից եւ արդեն 10-րդ րոպեի դրությամբ դրանք շատ հարմար առավելություն են ստացել։ Տեսնենք ի վերջո ինչպես կպատասխանի այս 2 գոլերին Բորուսիան։ Մի փոքր պաշտպանությունում անհաջող գործեցին այս 2 գոլի դրվագում Բորուսիայի ֆուտբոլիստները։ Տեսնում ենք այս րոպեների ընթացքում մի փոքր խաղի տեմպը ընկավ։ Կարապետյանը հայտնվեց խոտածածկին։ Թաց է տեսնում ենք խոտածածկը, մի փոքր դժվարությունների են բախվում ֆուտբոլիստները խաղադաշտում։ Բայց նորից անցավ գնդակը Լեռնային Արցախինը։ Մանգասարյանն է հիմա ձախեզրում, փոխանցումը չստացվեց Մանգասարյանին եւ խաղի կանոնները խախտեց ի վերջո այստեղ Կամո Մանգասարյանը Հովհանյանի հետ պայքարում նորից ստանդարտ կլինի Լեռնային Արցախի դարպասին։ Տեսնենք այս անգամ ինչպես կիրացնեն այս ստանդարտը Բորուսիայի ֆուտբոլիստները։ Նորից Խաչատրյանն է տեսնում են գնդակի մոտ, Սուլի չկա, Խաչատրյան փոխանցում Տուգանային հրապարակ։ Ռուսներով հեռացնում է Լեռնային Արցախի դարպասապահ գնդակը, բայց նորից շարունակում է Բորուսիայի գրով, փոխանցում Տուգանային հրապարակ։ Ստացվեց այս փոխանցումը, հիմա կարող են հակագրոհել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները հրաշալի փոխանցում տեսանք Մելքումյանից դեպի Մանգասարյանը, բայց մի փոքր ուժեղ ստացվեց Մելքումյանի փոխանցումը այստեղ։ Հովհանյան հիմա մի փոքր վտանգավոր գործեց այստեղ, բայց կարողացան պահել իրենց մոտ գնդակը Բորուսիայի ֆուտբոլիստները։ Եվ հերթական անհաջող գործողությունը Բորուսիայի կողմից։ Արագ հիմա անցավ Լեռնային Արցախը գրոհի Սարգսյան ձախեզրում է։ Սարգսյան, տեսնենք ինչ կանի այստեղ Արսեն Սարգսյանը, գնդակով է թողնում է Մելքումյանին, Մելքումյան նորից Սարգսյանի հետ խաղարկեց Մելքումյանը։ Մելքումյան, Կարապետյան եւ հարված փրկեց իր թիմին հիմա Պապիկյանը։ Կարապետյանի հարվածից հետո Կարապետյանը փոխանցման ճանապարհը Բորուսիայի ֆուտբոլիստի փակեց եւ կլինի հարված Պապիկյանի դարպասից։ Աբրահամյանը գեղեցիկ գործեց պաշտպանությունում։ Նորից Արցախն է գնդակը վերցրել եւ անցել գրոհի Աբրահամյան, բայց փոխանցումը ուժեղ ստացվեց այստեղ Աբրահամյանին։
տեսնում ենք մի փոքր վնասվածք է ստացել Բորուսիայի ֆուտբոլիստը եւ ընկած է խոտածածկին։ Բայց ամեն ինչ կարգին է։ Սևակ Մանուչարյանի մոտ խաղը շարունակվում է, հենց նա հիմա գնդակով հրաշալի փոխանցում, թիմակցին հարված եւ մի փոքր շեղությամբ հիմա Պետրոս Պողոսյանի հարվածը ընթացավ, հրաշալի գործեցին հիմա Բորուսիայի ֆուտբոլիստները այս դրվագում։ Լավ համագործակցություն տեսանք Մանուչարյան եւ Պետրոսյանի կողմից, այլ արագ անցել է գրոյի Լեռնային Արցախը։ Մանգասարյան ստացվեց Մանգասարյանի փոխանցումը եւ խաղի կանոնների խախտում նորից Մանգասարյանի կողմից։ Սարգսյան Ապիկյանի հետ խաղարկեց եւ փոխեցին եզրը գրոյի։ Թևոսյանն է շարժվում առաջ, Հովանյանի հետ խաղարկեց եւ այստեղ անհաջող նորից գործողություն տեսանք Բորուսիայի ֆուտբոլիստների կողմից։ Նշեմ, որ 10 րոպե է մնում առաջին խաղակեսի ավարտին։ Այս պայն 2-0 հաշվով հաղթում է Լեռնային Արցախը Բորուսիային։ Նորից Արցախի ֆուտբոլիստներն են անցել գրոյի, Կարապետյան կենտրոնում է, փոխանցումը չստացվեց, բայց մնում է գնդակը Արցախին է, այստեղ էլ Համբարձումյանը հարվածեց, կարծես թե, բայց բարձր ընթացավ Տիգրան Համբարձումյանի հարվածը, արագ խաղարկեցին Բորուսիայի ֆուտբոլիստները, բայց Կարապետյանը եկավ պաշտպանություն եւ օգնեց իր թիմին, Աբրահամյան, փոխանցումը Աբրահամյանի չստացվեց, նորից անցավ գնդակը Բորուսիային, Հովանյան, կենտրոն մտավ, փոխանցեց Մանուչարյանին, Պետրոսյան գեղեցիկ էր, տեսնենք, Մաթևոսյանն է իմ էլ ձախ եզնում, Թևոսյան հարված փակում է այս հարվածի ճանապարհը Մանգասարյանը, բայց մնում է գնդակը Մաթևոսյանի մոտ եւ հետ է խաղարկում Հովանյանին, այստեղ էլ Հովանյանի փոխանցումը չստացվեց, տեսնենք հիմա հարված մի փոքր բարձր ընթացավ հիմա տեսնում ենք Հարութ Մանգասարյանի հարվածը, այնտեղ տեսնում ենք, որ դուրս էր եկել մի փոքր դարպասից Մանվել Պապիկյանը։ Տեսնում ենք, որ այս րոպեների ընթացքում շատ քիչ են վտանգավոր պահերը թիմերի կատարմամբ։ Նորից Բորուսյան է անցել գրոյի, Մաթևոսյան անցավ մեկ հոգու պահում է գնդակի իր մոտ Մաթևոսյանը, Հովանյանի հետ խաղարկեց եւ հետ վերադարձ նորից իրենց կիսադաշտ, նորից Հովանյանն է գնդակով, հաշալի խաղարկում Պետրոսյանի հետ, Հովանյան, Պետրոսյան եւ հեռացված է ի վերջո գնդակը։ Այս պահին տեսնում ենք, որ հաջող են գործու պաշտպանությունում Լեռնային Արցախի ֆուտբոլիստները։ Նորից անցավ գնդակը Լեռնային Արցախինը, Կարապետյան փոխանցում Մելքումյանին, Մելքումյան, նրա այդ պայքարում է Լիմա Սարգսյանը, լավ գործեց եւ նորից անցավ գնդակը Բորուսիային։
դաշտի կենտրոնում սխալվեց Պետրոսյանը, հիմա Մանգասարյանն է ձախ եզրում գնդակով է Փակեց Սարգսյանը, Սարգսյան կենտրոնում է Սարգսյանը հարված փակեցին այս հարվածը Հարվածի ճանապարհը Արսեն Սարգսյանի Հարկեցին այստեղ եզային նետում Արցախի ֆուտբոլիստները փոխանցում հեռացնում է գնդակը Պապիկյանը կարող է հակագրոհել Բորուսյան, բայց մենակ է այստեղ ներողություն Մանուչարյանը եւ ի վերջո Համբարձումյանը խլեց նրա պայքարում գնդակը Նորից տեսնում ենք, որ չեն շտապում Լեռնային Արցախի ֆուտբոլիստները հանգիստ խաղարկումներով շարժվում են առաջ Այս հաշիվը ձեռնատու է Լեռնային Արցախին այս պահին Սարգսյան հրաշալի փոխանցում Մելքումյան հարված մի փոքր շեղ ընթացավ Ռոնալդ Մելքումյանի հարվածը Հրաշալի փոխանցում հիմա կատարեց Արսեն Սարգսյանը Մելքումյանին Վերջինիս հարվածը չստացվեց Բորուսյանը անցել գրոհի Պետրոսյան փոխում է եզրը ուղարկելով Մանուչարյանին գնդակը Աչ եզրում է Սևակ Մանուչարյանը Դեպի հիմա Հովանյանը Խաչատրյան տեսնենք փոխանցումը չստացվեց այստեղ էլ Արմեն Խաչատրյանի բայց Գնդակը մնալու է Բորուսիայի մոտ Վերջին րոպեներն են արդեն մեզ մոտ առաջին խաղակեսի ավարտի նշեմ, որ 2-0 հաշվով այս պայն հաղթում է Լեռնային Արցախը Բորուսիա Մյունխեն-Գլադբախին Ռոնալդ Մելքումյանը և Հարութ Մանգասարյանն են գոլի հեղինակ դարձել իրենց թիմում ստանդարտ էին վաստակ է Բորուսիայի ֆուտբոլիստները Հովանյանը հարված այստեղ հեռացնում է գնդակը Արթուր Աբրահամյանը և անկյունային կտեսնենք Լեռնային Արցախի դարպասին կարծես թե առաջին անկյունայինն է լինելու Լեռնային Արցախի դարպասին եթե չեմ սխալվում փոխանցում Տուգանային հրապարակ նորից հրաշալի գործեց Աբրահամյանը պաշտպանությունում այլ Մանգասարյանն է հեռացնում ուղղակի առաջ Բայց գնդակի վերջո Աբրահամյանը և հիմա անցել են գրոհի Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Սարգսյան կենտրոնում է Ստացվեց փոխանցումը ի վերջո Արսեն Սարգսյանը այստեղ Պետրոսյան փոխանցում այստեղ էլ Պետրոսյանի փոխանցումը հասցեատեր չունեցավ Այլ այստեղ սխալվեց Կամո Մանգասարյանը, բայց Խաչատրյանը կարողացավ այստեղ դուրս գալ դարպասից և հեռացնել գնդակը Փոքր վտանգավոր գործեց Մանգասարյանը իրենց կիսադաշտում հիմա նորից Մանգասարյանը իր սխալը շտկում է այստեղ հիմա կարող է հակագրոհել Լեռնային Արցախը, բայց մի փոքր դանդաղեց նրանց գրոհը Հրաշալի անցում Համբարձումյանից վերջին պահին գերազանց գործեց այս իրավիճակում Հարութ Թորոսյանը Աբրահամյան երվից հարված բարձր հարվածեց Արթուր Աբրահամյանը այստեղ մի փոքր տեսնում ենք առավելություն ունի թե տարածքային, թե հարվածների առումով Լեռնային Արցախը այս խաղակեսում
Բայց Բորուսյան էլ լավ պայքար է առաջարկում Լեռնային Արցախին։ Արցախն է անցել գրոյի հրաշալի փոխանցում Սարգսյանից Մանգասարյանը, բայց գնդակը Մանգասարյանը եւ ինչ էր ստա գնդակին էր խաղացել Հարութ Թորոսյանը եւ անկյունային կլինի Բորուսիայի դարպասին։ Սարգսյանն է գնդակի մոտ փոխանցում Տուգանային հրապարակ Աբրահամյան արված եւ այստեղ խաղի մրցավարը ասում է ոչինչ էլ չկա, շարունակվում է հանդիպումը, հիմա կարող է հակը գրել Բորուսյան, բայց հեռացված է գնդակը Արթուր Աբրահամյանի արվածից հետո կարծես թե դիպչեց Հարութ Թորոսյանի ձեռքին այնտեղ, բայց խաղի մրցավարը մոտ էր կանգնած այս դրվագին եւ շարունակվում է հիմա հանդիպումը Մաթևոսյան թողնում է Հովանյանին 4-3-ի դիմաց է Հովանյան արված Խաչատրյանը պրկեց իր թիմին ներողություն իմ այլ Կարապետյանը հեռացնում է գնդակը անկյունային կտեսնենք Փարկեցին արագ այստեղ Բորուսիայի ֆուտբոլիստները եւ անհաջող գործողություն այստեղ տեսանք Պողոսյանից եւ Վերջ, սիրելի ֆուտբոլասերներ, առաջին խաղակեսը ավարտված է, 2-0 հաշվով այս պահին Լեռնային Արցախը հաղթում է Բորուսիա Մյունխեն-Գլադբախին, մի փոքր ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Սիրելի ֆուտբոլասերներ, վերադարձանք, տեսնում ենք, որ երկրորդ խաղակեսը մեկնարկել է առաջին կեսից հետո Լեռնային Արցախը 2-0 հաշվով հաղթում է Բորուսիա Մյունխեն-Գլադբախին, հետաքրքիր առաջին կես ստացվեց, մի փոքր առավելությունը Լեռնային Արցախինն էր, գոլ հեղինակ դարձավ Ռոնալդ Մելքումյանը, մեկ անգամ էլ աչք ընկավ Հարութ Մանգասարյանը, հիմա տեսնում ենք հենց երկրորդ խաղակեսի առաջին րոպեին վտանգավոր դիրքում Տուգանային հարված է վաստակել Բորուսյան, տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրացնեն Բորուսիայի ֆուտբոլիստները Մանուչարյանն է կարծես թե հարված կատարելու Այս հարվածից հետո կվերիշենք թիմերի հայտարարությունները Սուլիչը կարված գոլ 2-1 Սևակ Մանուչարյան Սևակ Մանուչարյան 2-1 հենց մեկնարկում երկրորդ խաղակեսի կարողացավ առաջին գրով Բորուսյան կրճատել հանդիպան հաշիվը գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Սևակ Մանուչարյանը Տուգանային հարվածից հիմա այս գոլից հետո էլ ավելի թեժ պայքար կընթանա խաղադաշտում ընդամենը մեկ գնդակի տարբերությամբ են պարտվում Բորուսիայի ֆուտբոլիստները Հիմա արագ վերիշենք թիմերի հայտարարությունները Լեռնային Արցախ համար 1 Էրիկ Խաչատրյան, համար 2 Մարատ Կարապետյան, համար 3 Արթուր Աբրահամյան, համար 5 Ալեն Սարգսյան, համար 7 Ռոնալդ Մելքումյան, համար 8 Արսեն Հարությունյան, համար 9 Կամո Մանգասարյան, թիմի ավակ համար 10 Արսեն Սարգսյան, համար 17 Արսեն Հարությունյան, համար 18 Հայկ Աթայան, համար 21 Կարեն Շարգերձյան, համար 22 Միքայել Առաքելյան, համար 23 Տիգրան Համբարձումյան, համար 25 Նարեկ Դանելյան եւ համար 77 Արամ Կոստանդյան։
Բորուսիա համար 1 Մանվել Պապիկյան, համար 2 Գառնիկ Սարգսյան, համար 3 Պետրոս Պողոսյան, համար 4 Թարուկ Թորոսյան, համար 8 Ռաֆայել Մաթևոսյան, համար 9 Սևակ Մանուչարյան, թիմի ավակ, համար 10 Արմեն Խաչատրյան, համար 11 Ռաֆայել Ղազարյան և համար 77 Արեգ Հովհանյան։ Տեսնում ենք այս պայն միայն մեկ հարված է գրանցվել այս խաղակեսում, այն էլ գոլի է վերացվել, Սևակ Մանուչարյանն է դարձել գոլի հեղինակ, մենք Լեռնային Արցախը այս խաղակեսում հարված չի կատարել, բայց նրանք հիմա գրոհում են, փոքր ուժեղ ստացվեց այստեղ Ռոնալդ Մելքումյանի փոխանցումը, բայց հրաշալի էր տեսել ձախ եզրում Կամո Մանգասարյանին, տեսնում ենք, որ մի փոքր անձրև է տեղում մեզ մոտ, այդպես պատճառով հոտածածկը թաց է և թիմերը փոխանցում կատարելիս մի փոքր դժվարանում են, Բայց գնդակի վերջու Շահագելձյանը իր մոտ հանգիստ խաղարկում է, փորձում են անցնել կիսադաշտը Արցախի ֆուտբոլիստները, Շահագելձյան երկար փոխանցում, փակեցին այս փոխանցման ճանապարհը, բայց ի վերջո Խաչատրյանին հասավ գնդակը, Գելձյան չստացվեց Շահագելձյանի անցումը այստեղ, նորից անցավ գնդակը Արցախինը, Մանգասարյան, արկում է Մելքումյանի հետ գնդակը, Մելքումյանը կենտրոնում է, Ռոնալդ Մելքումյան, վերադարձ Աբրահամյանին, այստեղ էլ Աբրահամյանն է անհաջող գործում, Մանուչարյանն է շարժվում առաջ, Հովհանյանին թողեց գնդակը, Հովհանյան, Մելքումյանն է հիմա էլ պաշտպանությունում լավ գործում, նորից հրաշալի խաղարկումներով անցան կիսադաշտը Արցախի ֆուտբոլիստները, Համբարձումյան փոխանցում Մանգասարյանին և Մանգասարյան փոխանցումը չստացվեց այստեղ Կամո Մանգասարյանի, Հովհանյանն է հիմա էլ շարժվել առաջ, կարողացան նրանից խլել նորից գնդակը, տեսնում ենք, որ ակտիվ են մեկնարկել թիմերը այս խաղակեսը, Շահագելձյան հիմա գեղեցիկ հնարք կատարեց Կարեն Շահագելձյանը և կարողացավ ֆիքսել այստեղ էլ գնդակը Կամո Մանգասարյանը, նորից Շահագելձյանը տեսնում ենք հրաշալի է, խաղադաշտ մտել և ակտիվ է գործում այս րոպեների ընթացքում խաղադաշտում, Մանուչարյանի փոխանցումը չստացվեց, Մանգասարյան փոխանցում Մելքումյանին, բայց հեռացնում է գնդակը այստեղ Գառնիկ Սարգսյանը, Թեժ պայքար է ընթանում խաղադաշտում, կարողացան պահել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները գնդակը իրենց մոտ, Մելքումյանի փոխանցումը փակեց նորից Սարգսյանը,
Հրաշալի անցում տեսանք Մաթևոսյանից փոխանցեց Մանուչարյանին գնդակը անհաջող էր Մանուչարյանի գործողությունը այստեղ հիմա էլ Շահագելձյանը հարվածեց, բայց շեղ ընթացավ Կարեն Շահագելձյանի հարվածը առաջին հարվածն էր կարծես թե այս խաղակեսում Լեռնային Արցախի կողմից Անցել է Բորուսյան գրոյի շատ ակտիվ է տեսնում ենք այս խաղակեսում Բորուսյան փորձում է երկրորդ գնդակը հեղինակել այս խաղում եւ հավասարեցնել հանդիպան հաշիվը Բորուսյանը շարժվել առաջ բայց Համբարձումյանը լավ գործեց պաշտպանությունում հիմա էլ Հարցումյան հետ խաղարկում Աբրամյանի հետ, Աբրամյան այստեղ լավ նկատեց Շահագելձյանին, պահում է գնդակը Շահագելձյանը իր մոտ, բայց անհաջող նորից փոխանցում Շահագելձյանի կողմից Տեսնում ենք մի փոքր տարածքային առավելություն ունեն Բորուսիայի ֆուտբոլիստները այս խաղակեսում Կարծես թե շեշտը դրել են Լեռնային Արցախի ֆուտբոլիստները հակագրոյի վրա այս խաղակեսում Տասը րոպե անցավ երկրորդ խաղակեսից, արդեն 2-1 հաշվով այս պայն հաղթում է Լեռնային Արցախը Բորուսիա Մյունխեն-Գլադբախին Հիմա վտանգավոր այստեղ գործեց Տիգրան Համբարձումյանը, տեսնում ենք Ռաֆայել Ղազարյանի պայքանում և դեղին քարտ է ստանում այս դրվագում Տիգրան Համբարձումյանը Մենք դեռ խոտածածկին է Ռաֆայել Ղազարյանը մի փոքր կոպիտ գործեց այս իրավիճակում Տիգրան Համբարձումյանը Ամեն ինչ կարգին է Ռաֆայել Ղազարյանի մոտ և խաղը շարունակվում է նորից Բորուսյան է անցել գրոյի Հրաշալի անցում հիմա Մաթևոսյանի կողմից փոխանցում Հովանյանին հարված և Խաչատրյանն է փրկում իր թիմին գեղեցիկ սեյվով Արագ խաղարկումը չստացվեց Լեռնային Արցախի ֆուտբոլիստների մոտ մի փոքր շտապեցին այս դրվագում նրանք բայց հիմա անցել են գրոյի նրանք վերջին պահին Թորոսյանն է հեռացնում գնդակը Անկյունային են վաստակ է Լեռնային Արցախի ֆուտբոլիստները այստեղ փոխանցում Տուգանային հրապարակ Աբրամյան արված հանգիստ վերցնում է գնդակը Պապիկյանը Աբրամյանի հարվածից հետո եւ հերթական գրոհն է սկսում Բորուսյան Հովանյանի փոխանցումը ուժեղ ստացվեց այստեղ տեսնում ենք ուղղված էր դեպի Սևակ Մանուչարյանը
Աբրամյանն է երկար փոխանցում կատարում Սարգսյանին, Սարգսյան, Աղասարյան Նորից կարողացան արագ հետ վերադարձնել գնդակը այստեղ Արցախի ֆուտբոլիստները եւ հիմա տեսնում ենք ձեռքին դիպչեց գնդակը Արեգ Հովհանյանի Ագելջյանը հրաշալի գործեց այստեղ փոխեց գրոյի եզրը Աբրամյան փոքր ուժեղ էր Արթուր Աբրամյանի փոխանցումը Նախահարկեցին գնդակը դարպասից Բորուսիայի ֆուտբոլիստները այստեղ ասում ենք որ խաղադաշտ է մտել Խաչատրյանը երկար փոխանցում այս գնդակը Էրիկ Խաչատրյանին էր ուղղված սկսում է իր թիմի հերթական գրողներից մեկը Լեռնային Արցախի դարպասապահ Մոնակոյի հետ պայքարում Տեսանք Էրիկ Խաչատրյանի կողմից շատ անգամներ, որ փրկեց իր թիմին վերահաս գոլից Էրիկ Խաչատրյանը հրաշալի դարպասապահ ունի Լեռնային Արցախը Ստանդարտ են տեսնում ենք վաստակ է Լեռնային Արցախի ֆուտբոլիստները այստեղ Աբրամյան երկար փոխանցում Տուգանային հրապարակ փոքր հեռացված է գնդակը Դել չկարողացավ պահել գնդակը դաշտի եզրային գծում Արեգ Հովհանյանը եւ անցնում է գնդակը Լեռնային Արցախին Արի իրավիճակ էր այստեղ կարողացավ Թորոսյանը հլել գնդակը Մաթևոսյանը արված շեղ էր այստեղ Ռաֆայել Մաթևոսյանի հարված իմ արագ խաղարկում տեսանք Խաչատրյանից ուղղված էր Սարգսյանին այս փոխանցումը չստացվեց բայց բայցին ի վերջո իրենց մոտ գնդակը Լեռնային Արցախի տղաները Համբարձումյան հետ ուղարկեց դեպի Կարապետյանը Կարապետյան Վերջո, հանգիստ խաղարկումներ ենք տեսնում նորից Արցախի ֆուտբոլիստների կողմից, շարժվում են առաջ Աբրամյան, Սարգսյան, վերջինիս փոխանցումը չստացվեց այստեղ։ Խաչատրյանն է հիմա էլ խաղանք էր փնտրում, Հովհանյանի հետ է խաղարկում, հրաշալի էր Մանուչարյան և Հարված կտեսնենք, թե ոչ կարողացավ նորից Խաչատրյանը դուրս գալ իր տեղից և հեռացնել գնդակը։ Ինչ անենք, չերում ա ծավը տանում, մի ֆուտբոլ խաղասա։ Հայկանուները խաղթեցին այստեղ Արսեն Սարգսյանի հետ պայքարում։ Արագ խաղարկում Կարեն Շագելձյանից, բայց Սարգսյանն է այս փոխանցման ճանապարհը փակում Սարգսյանն է նորից գնդակով հերվից հարված վտանգավոր էր Մանվել Պապիկյանը փրկում է իր թիմին այս իրավիճակում նորից կտեսնենք անկյունային հարված Բորուսիայի դարպասին Տեսնենք փոխանցում Տուգանային հրապարակ, Պապիկյանն է հեռացնում գնդակը,
Կարապետյան արված վտանգավոր էր եւ նորից փրկում է իր թիմին այստեղ Մանվել Պապիկյանը Կարապետյանի արվածից հետո անկյունային նորից կլինի Բորուսիայի դարպասին Գագելձյանն է տեսնում են գնդակը վերցրել տեսնենք այս ստանդարտը Արցախի փոխանցում Տուգանային հրապարակ եւ հարվածը չստացվեց Աբրամյանի այստեղ Օսյան հիմա հեռացված է գնդակը բայց շարունակվում է երկրորդ տեմպով ընթանալ Արցախի գրոհին այլ փոխանցումը չստացվեց այստեղ Մարատ Կարապետյանի հիմա Բորուսյանը շարժվում առաջ ձախ եզրում Մաթևոսյանն է թողնում է գնդակը Հովանյանին Հանյան կարկեց Պողոսյանի հետ փոխեցին այս գրոհի եզրը Խաչատրյան աչեզնում է Խաչատրյանը եւ հիմա այլ հրաշալի է գործում պաշտպանությունում Մարատ Կարապետյանը հեռացնելով գնդակը նորից Կարապետյան նորից հեռացնում է գնդակը Մարատ Կարապետյանը այստեղ Կարող է հակագրոհել Լեռնային Արցախը Սարգսյան փոխանցում եւ փոխանցումը այստեղ չստացվեց Արսեն Սարգսյանի բայց նորից անցավ գնդակը Լեռնային Արցախին Ագելձյան անցում Այստեղ էլ լավ պայքար առաջարկեցին Բորուսիայի ֆուտբոլիստները Մնալու է ի վերջո այս դրվագում գնդակը Լեռնային Արցախի մոտ շատ քիչ ժամանակ մնաց Հանդիպման ավարտին մոտ 5 րոպե, այս պայն 2-1 հաշվով Լեռնային Արցախը հաղթում է Բորուսիա Մյունխեն Գլադբախին Փոքր դժվարությամբ են կարողանում անցնել իրենց կիսադաշտը Բորուսիայի ֆուտբոլիստները եւ Սարգսյանը հիմա գոլի հեղինակ է դառնում եւ 3-1 Արսեն Սարգսյան 3-1 նորից տեսնում ենք 2 գոլի առավելություն ունի Լեռնային Արցախը այս խաղում կարողացավ Արեգ Հովանյանի սխալից օգտվել Լեռնային Արցախը եւ Սարգսյանի գեղեցիկ հարվածով տեսանք Տեսնենք այս գոլին ինչպես կպատասխանի Բորուսյան վերջին րոպեների ընթացքում կկարողանա կրճատել հանդիպման հաշիվը հանդիպման ավարտից առաջ Բորուսյան Սելեն գրոհի հիմա Բորուսիայի ֆուտբոլիստները Մանուչարյան եւ արված չկարողացավ կատարել Սևակ Մանուչարյանը այստեղ Կարապետյանը խլեց գնդակը լավ խաղարկում Սարգսյանն է հիմա էլ գնդակով, թողնում է Շահագելձյանին գնդակը, հրաշալի գործեցին այստեղ Սարգսյան, կենտրոնում է Սարգսյանը, հրաշալի փոխանցում Ալեն Սարգսյանին, վերջինս էլ մի փոքր շտապեց այստեղ,
անցել են գրոհի Բորուսիայի ֆուտբոլիստները Խաչատրյան հետ է խաղում Թորոսյանի հետ նորից Խաչատրյան նորից Թորոսյան Կարողացան ի վերջո անցնել իրենց կիսադաշտը Բորուսիայի ֆուտբոլիստները այստեղ Հովանյան թողնում է գնդակը Արմեն Խաչատրյանին երկար փոխանցում Տուգանային հրապարակ հարված եւ Մաթեւոսյանի հարվածը մի փոքր շեղընթացավ այստեղ գեղեցիկ փոխանցում հիմա կատարեց Արմեն Խաչատրյանը դեպի Ռաֆայել Մաթեւոսյանը, բայց վերջինիս հարվածը արդյունք չտվեց իր թիմին տեսնում ենք, որ փորձում են դրոներ կատարել, հարվածներ կատարել Բորուսիայի ֆուտբոլիստները այս րոպեների ընթացքում, բայց այս պայն արդյունք չկա անկյունային հարված են վաստակել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները վերջին րոպեն է ընթանում մեզ մոտ Կարեն Շահագելձյան փոխանցում Տուգանային հրապարակ Պապիկյանն է բռունցքներով հեռացնում Հիմա կարող է հակագրոհ լինել Բորուսիայի կողմից այստեղ մի փոքր դանդաղեց Սևակ Մանուչարյանը Տեսնում ենք հիմա շտապում են մի փոքր այս րոպեների ընթացքում Բորուսիայի ֆուտբոլիստները Խաչատրյան Խնդրում Հովանյանին կետրոնում է Հովանյանը հարված եւ թույլ էր հարված Արեգ Հովանյանի Խաչատրյանը նորից հանգիստ վերցնում է գնդակը Ակսյան հետ խաղարկում Կարապետյանի հետ Կարապետյանն է հիմա գնդակով Մենք չստացվեց այստեղ անցումը Կարապետյանի Հովանյան խաղարկեց Մանուչարյանի հետ Մանուչարյան եւ վտանգավոր դիրքում նորից Հաստակում է Տուգանային հարված Բորուսյան տեսնենք նորից Մանուչարյանն է գնդակի մոտ երկրորդ փորձը կստացվի Սևակ Մանուչարյանի դառնալ գոլի հեղինակ թե ոչ Սուլի չկա, տեսնենք Սևակ Մանուչարյան Հարված պատին դիպչեց գնդակը երկրորդ հարվածը և գոլ Իվերջո կարողանում է նորից գոլ հեղինակ դառնալ Սևակ Մանուչարյանը 3-2 Սևակ Մանուչարյան 3-2 նորից մի փոքր կրճատում է հանդիպան հաշիվը Բորուսյան Հիմա հարված Շահագելձյանի կողմից վտանգավոր էր շեղընթացավ հարված այստեղ Հարակ կարող էր նորից Լեռնային Արցախը 2 գոլ է առավելություն ստանալ Բայց կարծես թե փրկեց իր թիմին Մանվել Պապիկյան այս իրավիճակում Դուբլի հեղինակ դարձավ Սևակ Մանուչարյանը Տուգանային հարվածից չստացվեց այս անգամ գոլերենք դառնալ, բայց երկրորդ փորձը ստացվեց նրա փոխանցում Աբրահամյանի հարվածը հիմա էլ թույլ էր եւ վեր սիրելի ֆուտբոլասերներ խաղն ավարտված է Լեռնային Արցախը հաղթում է 3-2 հաշվով Բորուսիա Մյունխեն Գլադբախին հետաքրքիր հանդիպում սպասվեց, բայց այս խաղի երկրորդ սերիան կարելի է ասել պատասխան հանդիպան ժամանակ կլինի, տեսնենք ի վերջո այդ հանդիպումը ինչպես կավարտվի, այսքանն էինք այսօրվա համար պատրաստել, բարի գիշեր եւ ամենայն բարիք։